Թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Հասցրել է փախնի վիժվածքը։ Հա գերաս։ Արսեն հաջողվեց բարձել թե որտեղ է պահան Վիգենը Տիկոին։ Հա գտել են գերաս, մենք այդ տեղում ենք հիմա։ Վիգենը արդեն ձեր ձեռքում է։ Ցավոք սրտի ոչ գերաս, հասցրել է փախուստի տիմի։ Ես հեռախոսով լսեցի, որ կրակեց ընկերոջ վրա։ Ընկերը մահացած է գերաս։ Աստված իմ։ Իսկ Տիկոն։ Տիկոն ստեղ չի, հավանաբար հետը տարել է։ Գերաս Վիգենը հաստատ գլխի է անկել, որ մենք իր հեռախոսը լսում ենք։ Մյուս անգամ կապի մեջ կմտնի ուրիշ համարից կամ ուրիշ կերպ։ Ամեն դեպքում գերաս։ Ես ուզում եմ, որ դու ինձ տեղյակ պահես, հենց ինքը կապի մեջ մտնի Հովիկի կամ իր մարկանցից մեկի հետ։ Անպայման։ Գերաս։ Ես ինքս հայր եմ ու հասկանում եմ հիմա դու ինչ ես զգում։ Բայց դու քո տղու արարքների համար պատասխանատու չես։ Պատասխանատու եմ Արսեն։ Պատասխանատու։ Շուտ արա Տիկո Քայլի Կայն իստե Հեմի ինչ ես որոշի անես, այ ուռոտ։ Կանեմ կտենաս Հիմացի տրուբի մոտ Չէ Վիգեն, էլ ես չեմ պատրաստում քո ասածները անեմ։ Կանես, խելոք ես Դու կխփեմ արա Խփի Վիգեն, ես կորցնելու բան չունեմ։ Վերին էլ քեզ ոչ մի կերպ էլ հետ չեն տա։ Սխալվում ես Տիկո Քեզ տվան որ քեզ խփեցի Դու դրանով կփրկես մերի ունգեներիդ կյանքը Սխալվում ես Ես զենքը կվեկանեմ ու կետամ ուղի խորվո ես տուն Ճիշտ է, դժվար ինձ ընդ ծաղիկներով դիմավորեն Բայց ես գոնե հետս են աշխար մի երկու օքոյ կտանեմ Ու հնարավոր է, հենց հովվոյն ու գոքորին Տիկո Բայց դու ինչ տավ վարգյադա ես արա Վիգեն։ Արավ քիչ խսաղացի է տրոբի մոտ Եթե չես զորը սորելի զորել են Տիկո Դու ես ամեն ինչի Վիգեն չես մարսելու։ Խոսքել ես հիշի։ Կհիշեմ Հիմա բրասլետի մի թայ հանում ես ու երկու ձեռը տրոբիայի կոմից տալիս ես ինձ Շուտ արա Տիկո Շուտ արա Տիկո Լսի քեզ ինչ եմ ասում Տիկո Մենք կանանք ես հարցը շատ արագ կարգավորենք Եթե դու զանգես Գոքորին կամ Հովոյին ու համոզես որ մերին բերենք քո այդ փոխեն Լուրջ Վիգեն Հա լուրջ Ես համոզված եմ Տիկո որ եթե դու զանգես
Իրանք ավելի շուտ կհավատան քեզ, ու ավելի շուտ իրար կգան։ Լավ այ աննասուն։ Սա կասել լավը որն արա։ Արա! Սատկի։ Արեք, ինչքան ժամանակ է անցել այդ Վիգենի հետ խոսանուց հետո։ Արդեն մի ժամ հո։ Ովիկ ես չեմ կարծում, որ Վիգենը Տիկոյին սպանել է։ Գարիկ, որտեղից քեզ այդ վստահությունը։ Այդ անասուն առանց մտածելու գնդակահարեց իր ամենամոտ ընկերոջը։ Դրանից առաջ էր կրակերել վաղիկի վրա։ Որ Վիգենը հոգեպես անառողջ է, դրանում կասկած չկա Հովիկ։ Բայց նրա գլխում կատարվելիք խառնաշփոթի մեջ մի բան կա, որ բարձրոշ է իր համար, դա Մերին է։ Իսկ Մերին հասնելու միակ ճանապարհը Տիկոնը։ Ես հետևում էի Վիգենի խոսակցությանը, նրա ինտոնացիային։ Երբ որ Մերին նրան պատասխանեց, մի վայրկյանում այդ տղեն ուրիշ մարդ դարձավ։ Դա Աստված, որ դու ճիշտ ես, Գարիկ։ Հիմա այդ ապուշը, որ զանգեց, ինչ ենք պատասխանելու։ Պետք է ժամանակ ձգենք, մեր ջան։ Այդ միակ բանն է, որ մենք հիմա կարանք անենք։ Մինչև մենք նրա գտնվելու տեղը իմանանք։ Մեր տղերքը սաղ քաղաքի ծակուցուկերը տակնու վրա են անում, ու շուտով մենք նրա գտնվելու վայրը կպարզենք։ Այս անգամ էլ հնարավոր չի ժամանակ ձգել, Գարիկ։ Մի անգամ ժամանակը ձգեցինք, այդ անասունը սպանեց իր ընկերոջը։ Տիկոյի ճակատագիրն էլ անհայտ է։ Եթե այդ մարդը պատրաստ է իր հորը զոհաբերի, դու ոնց ես պատրաստվում, դրա այդ ժամանակ ձգես։ Գոքոր, ինչ ալի ամերի։ Ախեցեց ով։ Լավը թավանել եկավ, շետը խոսը կհանգստացնի։ Տուրնոդը չի զանգել է։ Չէ, չի զանգել, բայց յուրաքանչյուր վայրկյան կարա զանգի, ու մինչև դա տեղի կունենա, մենք պետքա որոշենք, թե ինչ պատասխան ենք տալու նրան։ Մենք միջև վստահ չլնենք, որ Տիկոն ողջ է, ոչ մի պատասխան չենք տալու։ Գերաս նորություն ունես մեզ ասել։ Հա, Հովիկ, նոր քնիչի հետ էի խոսում։ Նա ասաց, որ արդեն գտել են այնտեղը, որտեղ Վիգենը Տիկոյին պատանդ էր պահում։ Հետո Անամենակ գոնչին են գտել սպանված։ ուրեմն Տիկոն ողջ է։ Իսկ հետաքրքիր է, թե ոստիկանությունը որտեղից է իմացել, թե տղեդ որ հեռախոսը համարի վրա է զանգելու, լսել, հետևել, ու իմացել Վիգենը որտեղ է գտնվում։ Ես եմ նրանց այդ մասին ասել, Գարիկ։ Չհասկացան գերաս, ես դվայնոյ խաղ ես խաղում եդներս։ Հանգստացի Գոքոր, նստի։ Հիմա գերասին մեղադրելու ժամանակը չի։ Դու բոլորդ լսեցիք, որ այդ տղեն ասեց, իր հերը իր համար գրոշի արժեք չունի։ Նստի, գերաս։ Ես չեմ հասկանում, թե ոնց է նա կարողացել իր մանկության ընկերոջը սպանի։ Ու ինչի համար։ Այդ հարցի պատասխանը դու մեզ պիտի տաս, ոչ թե մենք քեզ գերաս։ Գերաս, յուղերում ծանոթ բարեկամ ունեք, որ տղետ կարող է իրանց մոտ գնացած լինի։ Հովիկ, մենք պետք է որոշենք, թե ինչ ենք անելու։ Վիգենը ամեն պահի կարող է զանգի։ Դու հիմա գնա գերաս։ Քո ներկայությունը հիմա ոչինչ չի որոշում։ Դու քո տղու համար գոյություն չունես։ Ու ոչ մի ձև չկա, որ քո օգնությամբ նրան խելքի բերենք։
Ահովիկ, Ոչ մի բան չեմ կարող խոստանամ քեզ գերաս։ Դու աղոթի, որ մենք Տիկոյին անվնաս հետ բերենք ու ոստիկանությունը ավելի շուտ գտնի քո տաղում, քան մենք։ Տեսդ լակոտի պատճառով ինչ որ նայենք ես խեղճ տղան։ Ինքն է մեղավոր։ Պետք է ժամանակին մտածեր։ Լավ, մոռացանք երասին։ Արեք մտածենք ինչ ենք պատասխանելու այդ Վիգենին, որ կապի մեջ մտնի մեր հետ։ Ես հասկանում եմ դուք ինչ եք սպասում ինձանից ով։ Որս համաձայնվեմ Մերին տամ Տիկոյի դիմաց։ Մենք չենք պատրաստվում Մերիին դրա ձեռքը տալ, Հոգոր։ Այդ ընդամենը խայծ է, որ դրան բնից դուրս անենք։ Դուք էլ ինձ հասկացեք, հովո։ Ես չեմ կարող գնամ Մերիին ասեմ, որ քեզ իբր պիտի տանենք Վիգենին, բայց չենք տալու։ Ես չեմ կարող խնդրեմ այդ իրան, հովո։ Եթե իմ կյանքը էր սեղանը, ես առանց կասկածի գտա եմ ընկերոջ բրգության համար, բայց ես ոնց գնամ Մերին, ավելին պահանջեմ, քան ինքը կարա տա։ Ինչքան էլ ցավալի է, մենք ուրիշ ելք չունենք, Գոգոր։ Ուրիշ ոչ մի տարբերակի Վիգենը չի համաձայնվում, ու դու դա գիտես։ Գարիկ, ես Մերին խոստացել եմ, որ իրան կպաշտպանեմ։ Լսում եմ։ Հեր դու ես։ Հա, ես եմ, ով է։ Ես Վիգենն եմ։ Որ Վիգեն, արա։ Այն Վիգենը, որ այսօր ձեր համար լիքը պրոբլեմներ է ստեղծել։ Վիգեն, որտեղ ես դու հիմա։ Ես չի ջոգ ինձ լոխի տեղ ես դրեմ հեր։ Հիմա դու հով ես տունը, չես։ Հա։ Դե հերոխսը փոխանցի հովոյ։ Ես հիմա մենակ իր հետ եմ ուզում խոսամ։ Ну, спасибо, Люба. Думаю, откуда. Ասա Վիգեն։ Հովո։ Ես հիմա պրիձերի վրա եմ, հովո։ Ու եթե դուք ես անգամ էլ փորձեցիք ժամանակ ձգեք, ես հորս այվ Տիկոյին կքյուլեմ։ Քո պես անարժան տղեն իրավունք չունի հոր արևով երթվելու։ Քո հոր կյանքը գրոշի արժեք չունի քո համար։ Բայց ասա լսում եմ, իրադրության տերը դու ես։ Ես Մերին եմ ուզում հետ ստանամ, հովո։ Մերին իր չի որ ստանաս։ Նա կենթանի մարդ է։ Ես գիտեմ, հովո։ Ու հիմա ուզում եմ լսեմ, թե դուք ինչ եք որոշել։ Մինչև մեր պատասխանն ասեմ, նա հեռախոսը փոխանցի Տիկոյին մի հատ խոսամետը։ Այդ հնարավոր չի, հովո, Տիկոն հիմա հեռու է։ Բայց ես քեզ տղավորի ասում եմ, Տիկոն կենթանի է։ Հիմա ինչ եք որոշել, փոխանակում եք Մերին Տիկոյի հետ։ Համաձայն ենք քո բոլոր պայմանների Վիգեն։ Հիմա ասա որտեղ ու ոնց պիտի արվի այդ։ Դե լսի քեզ ինչ եմ ասում, հովո։ Թող տղեկից մեկը մեր հետ նստի մեքենան ու մտնի քաղաք։ Այդ հեռախոսը, որի մեջ խոսում ես։ Թող այդ տղու մոտ մնա, ու ես ընթացքում կզանգեմ կասեմ, թե ինքը ինչ անի։ Հա, մեկին ու հանկարծ որ ես տեսա։ Գոքորը կամ Գարիկը նստել են մեքենայի պոչին, հովո։ Ես տեղում կջուլեմ ես Տիկոյին։ Ես քեզ հասկացա Վիգեն։ Ամեն ինչ կլինի քո ուզածով։ Մեքենան կես ժամից դուրս կգա տանից։ Բարի օր ձեզ։ Հա ոնց է բիզու վիճակը։ Լավ չի, ռեանիմացիայում է, Կարոն գնացել է բժշկի մոտ, կգա մի բան կիմանանք։ Այս ինչ թարսություններ, որ Միրոյի մի բան եղա, ուրեմն սաղ չարչարանքները ջուրն է գնալու։ Սիրտս վկայում էր, որ վերջը համը դուս է գալու։ Սիրտդ վկայում էր, թե այդ քո իրական ցանկությունն էր։ Ես իմ ցանկությունները բարձրաձայն եմ ասում։ Ի տարբերություն որոշ մարդկանց։ Ճիշտ է, ասում ես։
Բայց դու մենակ այդ քո ասած որոշ մարդկանց օգնությամբ ես կարողանում ասասների տակից դուրս գաս կամը։ Լավ, թարգեք երեմ։ Ջոգում եմ, իմս թաղսել լարված վիճակում ենք։ Բայց հույս ունենանք, որ բիծու հետ ամեն ինչ լավ կլինի։ Բադալ։ Ինչքան էլ հույս ունենանք, միջև իրիկուն միրոն լավ չի լինի։ Ու մեր հանդիպումը հովոյ է, տեղի չի ունենա։ Իսկ այդ հանդիպումից մեր ապագան է կախված։ Ինձ կներեք տվեք, ես Երեմի հետ առանձնանամ մի քանի բառ կա խոսալու։ Արի Երեմ։ Ինչ կա Մալխաս։ Այսօր Վարդանն էր եկե մոտս։ Ու հետաքրքրվում էր, որ ատոմի զակասը ով կարար տար մեզանից։ Բայց ինչի մեզանից որ։ Ես իմ Վարդանը ու ոչ միայն ինքը համոզված եմ, որ այդ ատոմի սպանությունը կատարել են Միրոյի կողքը հավաքված տղեկից որևիցե մեկը։ Ու եթե ուզում ես իմանաս, մեզանից մեկն ու մեկը։ Էդ ինչի ես ինձ այդ մասին ասում, որ Մալխաս։ Դու մտածում ես, որ ատոմի զակազը ես եմ տվել։ Հա, ինչի տես, չի երեմ։ Դու վաղուց էր երազում, որ Միրոյի աշկին բարձր երևաս։ Ապացուցես իրան, թե արժանի ես ավելին, քան հիմա կաս։ Ու երևի մտածել ես, որ ատոմի սպանությունը կամ Զավենին ու Վարդանին իրար դեմ հանելը, էդ էնա, որ Միրոն կսկսի քեզ լուրջ վերաբերվել։ Ես հիմա հասկանում եմ, թե դու ուր ես խփում։ Դու մտածում ես, որ իբր ես ատոմին սպանել եմ տվել, որ Միրոյի աչքը մտնեմ։ Որ հետո երբ ժամանակը կգա ու բիձենել ես կյանքի այդ հաշիվները կփակի, քո փոխարեն ինձ կնստացնի իր աթոռին, չէ՞։ Հա երեմ, ես հենց այդպես եմ մտածում եմ։ Մենք հələ գործը չենք արել, դու արդեն սկսել ես տակս փորել։ Ուզում ես սաղին ապացուցես, որ դու ինձանից ավելին ես արժանում։ Ես վստահ եմ դրանում, Մալխաս։ Դու ինձ ճիշտ հասկացի։ Ես ոչ մի ձևով չեմ ուզում քո արժանինքներն ու ավտորիտետը կասկածի տակ դնել։ Բայց ինչ վերաբերվում է մեր ընդհանուր գործի կառավարմանը, ինձ թվում է, որ այդ տեղի համար ինձանից ավելի լավ տեխնացու չկա։ Ու դու այդ ապացուցելու համար սպանել ես տվե ատոմին։ Ստոպ, Մալխաս։ Մի փորձի ինձ պոնտի վերաբռնես։ Ես տենց բան չասեցի։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ատոմի զակազը ով է տվել։ Իսկ ինչ վերաբերվում է քո տակը փորելուն, ուրեմն բարի եղի հիշիր, թե Միրոյի բանկետի ժամանակ ով քո կաշին փրկեց։ Հա, դու փրկել ես ինձ երեմ, բայց այդ չես արել, որ ինձ լավություն անես։ Այլ այդ արել ես զուտների համար, որ ես պետք եմ հովոյի հետ կռվի մեջ հաղթելու համար։ Քո ասածների մեջ ճշմարտություն կա։ Իմ գործողությունների մեջ նման ենթատեքստ եղել է։ Բայց ամեն դեպքում ես մեծ ռիսկի եմ գնացել այդ բանը անելով, Մալխաս։ Ու ված չէր լինի, որ դու գնահատեիր իմ այդ քայլը։ Ես գնահատում եմ, բայց երբեք ու ոչ մի դեպքում ես չեմ համակերպվի այն մտքի հետ, որ դու կամ ինչ-որ մեկը իմ դեմ կեղտոտ խաղեր կսկսեք խաղալ։ Ու ոչ միայն չեմ համակերպվի, այլ թույլ չեմ տա։ Մալխաս, մենք հիմա երկուսս էլ մի բանի մասին ենք խոսում, որը գնալով ավելի մշուշոտ է դառնում։ Հնարավոր է, որ բիձեն հենց այսօր էլ ոտերը տնկի։ Ու այդ ժամանակ մենք պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե Միրոյից հետո ով է նստելու այդ աթոռին, այլ մեր կաշիները փրկելու մասին, Մալխաս։ Երեմ, ես ոչ մի հիմք չունեմ քեզ մեղադրել ատոմի սպանության մեջ։ Բայց ուզում եմ իմանաս, որ այն մարդը ով արել է այդ բանը, միանգամից կտրել է մի քանի լուրջ ու վտանգավոր մարդկանց ճանապարհ։ Ու այդ մարդկանցից ամենաշահագրգռվածը այդ Զավենն ու Վարդանն է, ու իրանք պատրաստ են ամեն գնով գտնել զակազչիկին։
ու իհարկե կգտնեն իմ օգնությամբ։ Ես մենակ ուրախ կլնեմ դրանում, Մալխաս։ Ու քանի որ մենք հիմա անկեղծ ենք խոսում, ես կուզենայի նույնքան անկեղծությամբ քեզանից լսեմ, թե այդ ինչ շակալատնի հարաբերություններ ես հաստատել մի մարդու հետ, որ այսօր մեր թիվ 1 թշնամին է։ Այդ ում մասին ես խոսում։ Դու շատ լավ գիտես թե ում։ Խոսքը Հովիկի նրա սիրած կնոջ փրկության ու Բարսեղի սպանության մասին է։ Դու իսկականից այս անգամ շատ լավ ես աշխատել, հիանալի, խոսք չունեմ։ Բայց դու մի հանգամանք հաշվի չես առել, Մալխաս, որ մեր բոլորի համար այսօր դու մի մարդ ես, որը Հովիկի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է։ Ու ըստ դրա էլ մեզ համար ոչ ցանկալի պարտներ, Մալխաս։ Որ դու լավ դիվանագետ ես ու քո ուզած ժամանակ կարում ես սաղին խառնել իրար, ես դրանում չեմ կասկածում։ Բայց հələ փորձի քո այդ դիվանագիտական հնարները բանացնես իմ վրա։ Տես թե դրանից ինչ դուրս կգա։ Լսի, Մալխաս, դու իմը մի հատ ջահելի հետ չես խոսում, որ վախենա ու փախնի քեզանից։ Դու իմ հետ ես խոսում։ Մի մարդու, որի համար քո այդ սպառնալիքները կոպեկի արժեք չունեն։ Ու ես կանեմ են ինչը հարմար կգտնեմ։ Ու դու մենակ փորձի խանգարի ինձ։ Դու շատ վտանգավոր խաղ ես սկսել, Երեմ, որը քեզ լավ բան չի բերի։ Ու կարող է պատահի, որ դու չհասցնես քո հաջորդ խորաման քայլը անես։ Ով պիտի ինձ խանգարի։ Դու Մալխաս։ Հա, եթե շարունակես տակս փորել։ Դու ինչ էլ մտածես իմ մասին։ Ես մեր ընդհանուրի շահը ավելի բարձր եմ գերադասում, քան իմ անձնականը։ Հա, երևի այդ ընդհանուր շահից ելնելով ես գնացել ու Հովիկի սիրած կնոջը փրկել։ Դու ուղղակի քեզ տրախովկա ես արել, Մալխաս, որ դեպքերի ցանկացած զարգացման պարագայում դու անվնաս դուրս գաս այս կռվից։ Այդտենց բան չկա, Երեմ։ Այդ պատահականության արդյունք է։ Ես անգամ գաղափար չեմ ունեցել, որ Բարսեղը ինչ-որ կանոչ է գողացել, ուզում է սպանել։ Բայց երբ իմացա, ես չէի կարող անտարբեր անցնել, իբր բան չի եղել։ Լավ, արի մոռանանք այս թեման, Մալխաս։ Հիմա տեղից էլ լարված վիճակա բոլորիս մոտ։ Ու կարիք չկա, որ իրար կոկորտ կրծենք։ Թող ժամանակը գա ու ամեն ինչ ավտոմատ կերպով տեղը կընկնի։ Լավ, բայց դու հիմա իմացի, որ Զավենի ու Վարդանի պրիցելի տակ ես, իրանք քեզանից պրոս ունենան։ Հուսով եմ ոչ քո նավոտքով, Մալխաս։ Ես այդ գործում չկա, եթե դաժե դու այդ բան արած լներ։ Ինձ առայժմ ձեռ չի տալի, որ նրանք այդ մասին իմանան։ Ու ոնց որ ես, նույն էլ դու մեզ պետք ես մեր ընդհանուր գործը ավարտին հասցնելու համար։ Ուրեմն պայմանավորվեցինք։ Ոնց է կարո։ Լավ չի Միրոյի վիճակը տղերք։ Ճնշումը շատ բարձրացել է ու ոչ մի կերպ չեն կարողանում իջացնել։ Բա բժիշկներն ինչ են ասում, կարո։ Բժիշկներին չգիտես, այ Երեմ ջան։ Կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Ասում են սպասեք։ Իսկ հնարավոր է այսօր վիճակը լավանա ու դուրս գալի հիվանդանոցից, թե երկար ժամանակ է ստանալու կարող։ Չեմ մանում ախպեր ջան։ Այդ սաղ կախված է նրանից, թե ինչքան արագ կարան Միրոյի վիճակը ստաբիլիզացնել։ Սիրտն էլ ընդեղ լավ չի։ Ասում են շաքար ունի, հազար հիվանդություն։ Ոբշեմ, լիքը առողջական խնդիրներ ունի այդ մարդը։ Եթե Միրոն այսօր բոդի չկանգնեց ու հանդիպմանը չմասնակցեց, մենք լիքը լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Հələ ոչ մի բան պարզ չի բադալ։ Եկեք մի քիչ համբերենք, տենան գլխներից ինչ ա գալու։
Ինչ ա եղել, Իրջան։ Գևորգ, էդ ինչ զենք ա։ Ինչ զենք իրա, իմ մոտ զենք չկա։ Գևորգ, մի խաբի, հենց նոր տեսա մեջքիդ հետևն ես պահել, էդ ինչ զենք ա։ Հա, կա իրա, ու ինչ դրանից։ Ինչի համար ա քեզ պետք է զենքը, չեմ հասկանում։ Ինքնապաշտպանության համար իրա։ Գևորգ, պապան գիտի է զենքի համար։ Լսի Իրան, մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում։ Ու ատոմի սպանությունից հետո ես վախենում եմ, որ մի օր էլ կարող է այդ մարդասպանները մեր տուն գան։ Ու ես ուզում եմ պատրաստ լինեմ դրան։ Ինչին պատրաստ լինես։ Դու ես ուզում ատոմի բախտին արժանանաս, հա։ Չէ, ես ուղղակի ուզում եմ ձեզ պաշտպանեմ, Իրան։ Ինչից պաշտպանես։ Ինձ նման պաշտպանություն պետք չի։ Ես չեմ ուզում ատոմին կորցնելուց հետո նաև քեզ կորցնեմ։ Դու ինչ ես կորցնի, Իրջան։ Ես միշտ քո կողքին կլինեմ։ Իսկ ես զենքի վրա ուշադրություն մի դարձրու։ Ժամանակավոր բան է։ Գևորգ, չէ, ժամանակավոր չի։ Եթե դու մի օր կանգնես այդ ճանապարհին, դու չես կարող հետ դառնալ, հասկացի։ Նայ պապային, դու էլ ես տենց ապագա ուզում, հա։ Ուզում ես նրան նմանվես, հա, Գևորգ։ Չէ, չեմ ուզում, Իր։ Եթե չես ուզում, հենց հիմա այդ զենքը մի կողմ շպրտի։ Իր, զենքն իմ մոտ պահելով ես հանցագործ չեմ դառնա։ Կդառնաս, Գևորգ, եթե դու ես միջավայրում ես, կդառնաս։ Խնդրում եմ քեզ, շպրտի այդ զենքը։ Գևորգ, խնդրում եմ։ Ես քեզ խոստանում եմ, որ դու էլ ինձ զենքով երբեք չես տեսնի։ Շնորհակալ եմ։ Իր, պապան ասաց, որ դու ու Ալենը ուզում եք մի քանի օրից գնաք մեր տնից։ Այդ ճիշտ է, հա։ Հա։ Ճիշտ է ասում։ Դեռ միշտ ապի, Իրջան։ Հասկանում եմ, որ ատոմի մահը ծանր է քո համար շատ, բայց տնից գնալով դու ոչ մի բան չես փոխի։ Այս դժվարությունները մենք պիտի միասին հաղթահարենք հիմա։ Գևորգ, սա ինձ համար լրիվ օտար աշխարհ է, որտեղ մարդիկ ուրիշ լեզվով են խոսում, ուրիշ ձև են մտածում, ես չեմ հասկանում իրենց։ Ատոմը ինձ խոստացել էր, որ այդ կործանարար ճանապարհին չի կանգնի ու երբեք իմ ու Ալենի կյանքը վտանգի տակ չի դնի։ Բայց նա իր խոստումը չպահեց ու գնաց։ Վարվին ինձ ոնց ճիշտ ես համարում, բայց իմացի ուր էլ գնաս, որտեղ էլ որ լինես, դու աղբերում ես, որը միշտ քո կողքին կլինի, եթե իհարկե դու նրա կողքը զգաս։ Հա, Մերի ջան։ Խնում եմ ես։ Մի վախեցի, Մերի ջան։ Ես քեզ խոստանում եմ, որ այդ լակոտը քեզ մատով չի կտրի։ Դու հավատում ես ինձ։ Բարձր ես լսում։ Հա, հավատում եմ։ Լավ, Մերի ջան։ Ես համոզված եմ, որ մի ժամից ես կաշվարը կվերջանա։ Ռաֆո ջան, մեքենայի մեջ սարք ա դրած, որ գրանցելու ա քո ամբողջ մարշրուտը։ Ու մենք իմանալու ենք դու որտեղ ես, ու որտեղ ա քո վերջի կանգառը։ Իսկ կարիք չկա ընթացքում ես զանգեմ ասեմ ուր են գնում։ Չէ, զանգել չի կարելի։ Հնարավոր է որ այդ ապուշը հետևներիցդ գա ու նկատի որ զանգեցիր։ Հիմա մենք տենց ռիսկի չպետք է գնանք։ Լավ։ Չխառնվես իրար Ռաֆո ու չփորձես հերոսություն անես։ Ամեն ինչ մեր կոնտրոլի տակ է։ Մեր մեքենաները գալու են քո հետևից ու տեղ կհասնեն 2 րոպեից հենց դուք կկանգնեք։ Ռաֆոն ստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Մինչև չհամոզես, որ Տիկոն կենդանի է, թույլ չտաս այդ ուռոդը մոտիկանա Մերիին։ Մեր պարզ Արդեն ժամանակն է գոհուր։ Մենք պատրաստ ենք